Այն հնչեցնելու համար։ Քանի որ Ռոբերտ Քոչյանը բացակայում է, հարցս կուղեմ Նարեկ Կարապետյանին։ Հարգելի Նարեկ, տարեցի ավելի տարիքով իրավունքով եմ Նարեկով դիմում։ Ես հետևել եմ ձեր հարցազրույցներին, դուք շատ ճկուն եք, կարողանում եք հարցին կոնկրետ չպատասխանել, դրա համար կխնդրեի, որ հնարավորինս կոնկրետ պատասխանեք։ Հաղթանակ չունենալու դեպքում Սամվել Կարապետյանը պատրաստվում է հրաժարվել երկքաղաքացիությունից, տեղափոխվել Հայաստան, գործել Հայաստանում որպես քաղաքական եւ տնտեսական գործիչ։ Խնդրեմ 1 րոպե։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, ավելի ավագի իրավունքով ես ձեզ կդիմեմ պարոն Սարգսյան։ Սամվել Կարապետյանը ունենալու է հաղթանակ եւ տեղափոխվելու է Հայաստան, հետագա տարիները նա օգտագործելու է, որ մեր երկրին ապահովի բարեկեցություն, մեր երկրին ապահովի վերջապես այս աղքատության ճիրաններից ելք եւ ազատություն են մարդկանց, ովքեր ուզում են իրենց կարծիքը հայտնեն։ Դա է մեր ծրագիրը, դա է մեր ացած ճանապարհը ու այն ճանապարհը, որով մենք գնալու ենք։ Եվ ես բոլոր մեր ընկերներին, ովքեր այստեղ են, հրավիրում եմ, որ իրար հետ մասնակցենք Հայաստանի շենացման գործին, բոլորս իրար հետ, մեր ուժեղ կողմերով, բացի մեկից։ Շնորհակալ եմ։ Արձագանք, խնդրեմ։ Բնականաբար ակնհայտ էր, որ պատասխանը պիտի լինի, որ մենք հաղթելու ենք, բայց մրցակցությունը այնպիսի բան է, որ կարող եք պարտվել, ու պարտվելու դեպքում է, որ հայ քաղաքացուն հետաքրքրում է այդ հարցը։ Իրավունք ունեմ։ Պարոն Սարգսյան, վստահ եղեք, որ մեր պայքարը հաղթանակի համար է, այսքան մարդիկ անցնում են պայքարի ուղով, ճնշումների ուղով, միայն վերջնական հաղթանակ ունենալու համար։ Եվ մենք մի քանի օր է մնացել, այդ հաղթանակը կտեսնենք եւ դուք վստահությամբ կարող եք այդ ժամանակ տեսնել, թե ինչպես է Սամվել Կարապետյանը Հայաստանում փոփոխություններ է իրականացնում։ Շնորհակալություն Նիկոլ Փաշինյան, հետո Էդմոն Մարուկյան։ Այստեղ հնչեց, որ Սամվել Կարապետյանը տեղափոխվելու է Հայաստան, ես ուզում եմ ասել, կալուգացի Սամվել Կարապետյանը արդեն իսկ տեղափոխվել է Հայաստան եւ Հայաստանից բավական երկար ժամանակ չի հեռանալու, նա իմացնում է փողերի լվացման մեղադրանքով եւ այդ թվում պատասխան է տալու մեր մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի վրա հոսանքի ավել փող գրելու եւ գրպանելու համար, այնպես որ դրան բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից ընդհանրապես հեռանալ, այստեղ հնչեց քաղբանտարկյալներ, Հայաստանում քաղբանտարկյալ չկա, ինձ համար տարօրինակ է, որ մարդկանց կյանքեր խլած անձը, այսինքն կոնկրետ մարդիկ անուն ազգանունով սպանվել են եւ հիմա կարող են նրանք այս ամբիոնից կոչվել քաղբանտարկյալ, կամ այն մարդիկ, որոնք բռնության ակնհայտ կոչեր են անում, կարող են այս ամբիոնից կոչվել քաղբանտարկյալ, Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ չկա եւ ընդհանրապես ես հակառակն ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն իսկ հոգնել են այդ քաղբանտարկյալային սերիալներից եւ ի վերջո օրենքի գերակայությունը դիկտատուրայո, բայց իրավունքի եւ օրենքի գործում է եւ շարունակելու է գործել։ Էդմոն Մարուկյան։ Շնորհակալ եմ, քիչ առաջ Փաշինյանը ձերքին ինչ-որ բան էր թերթում ու պատմում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետքա նստի, մոտս տպավորությունն է, որ դատավճիռը ձերքին, հա։ Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ կան դատարաններ, ոչ թե վարչապետի տեխնացուն, դատավճռով գալիս է եւ սկսում է կարդալ, թե ով ինչքան պետքա նստի այդ Հայաստանում։ Եվ ես ուզում եմ, պարոն Փաշինյան, դե հիմա բան եք այնտեղ։ Կա կոնսպեկտնա դատավճիռ, ինչ իմանում։ Չեմ ուզում կարդամ ձեր։ Չէ, դուք իմ ձեռնարկին լավ գիտեք։ Շատ եք կարդացել։ Հասկացամ, դուք իմը լավ գիտեք, ինչ եք դառնում։ Բանակ, Որովհետեւ չի կարելի դուք մի գոռացեք, մենք ձեր տեղեք խոսանք։ ինձ ընդհատեց տեխնացուն։ Տեխնացուն չի թողնում։ Բանակ, վերջ։ Գործադիր իշխանության ղեկավարը չի կարող դատավճիռներ արձակել որևէ մեկի նկատմամբ։ Հայաստանում կան քաղբանտարկել, Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է։ Մի արդարացեք։ Փաշինյան, մտքից թելը կտրեց։ Մի կտրեք մտքի թելը։ Թողեք բան եմ ասում։ Խնդրում եմ ցույց տվեք։ Մենք ձեր կոնսպեկտի չեմ ուզում։ Խնդրում եմ տեսախցիկով ցույց տվեք։ Ին իրավունքը չի։ Չէ։ Ցույց տակ ինչ չունի տենց իրավունք։ Չունի տենց իրավունք։ Գևորգ Կարապետյան։ Իրոպե, բայց ես մնացածներն են ուզում խոսել։ Պետոս ին Երեք րոպե ավելացրեք։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանում ոչ ոք չպետք է ունենա բացարձակ իշխանություն։ Բացարձակ իշխանություն չպետք է։ 3 րոպե, մի րոպե։ Բանտարկյալ է, նա արդեն դատապարտյալ է եւ նրա մարդը ով մարդասպանել չի կարող կոչվել դատապարտյալ անկախ նրանից
երեք ձեր ներկայում եղել եք իրադարձությունների Պարոն Փաշինյան, մի վարքյան թող ավարտի, դուք կարծեկանք Վարուժան Ավետիսյանի դատական գործում չկա սպանության գործ եւ դուք ինքներդ ՊՊՑ գնդի կողքին եկել լուսաբանել եք քաղաքական դիվիդենդներ եք տարել եւ 2018 թվականին այո դիակներ են ես Վարուժան Ավետիսյանը ընդհանրապես աստածը Պարոն Բաղդասարյան, դուք ձեր եք վարչացրել Չէ, մի վարքյան Պարոն Կարապետյան, մի վարքյան ներողություն, տեխնիկական բան պետք է պարզաբանենք Հարգելի պարոն Բաղդասարյան, դուք ձեր եք վարչացրել, մենք տեսել ենք եւ դուք լսեցիք, որ այս խոսքը տվեցիք Գևորգ Կարապետյանին Թույլ չտանք մարդը ավարտի իր խոսքը Ներողություն իմ ասել է դրա մեջ չէ, իմ ասել եմ բազարնա որ հիմա գնում է Դուք գնահատական մի տվեք մյուսների մտքերին, պարոն Բաղդասարյան Խնդրեմ, Հիմնադրության իրավունքը Չեմ կարող այս երկականն բազար լսել Վերջ թվականին, որ դուք հանցավոր ռեժիմի դեմ, այսպես ձեր բառերով ճակերտների մեջ հեղափոխություն էիք անում, արդյունքում ստացվեց, որ ռեժիմի դեմ պայքարածները 18-ից հետո հայտնվեցին բանտում, իսկ ռեժիմը հայտնվեց խորհրդարանում։ հայտնվել են մարդ սպանածները։ Դուք ինքներդ դիվիդենդներ եք տարել Պարոն ֆոնի վրա։ Բանտում հայտնվել են մարդ սպանածները։ Պարոն Կարապետյան, վերջ Հարցազրույցները մի Պարոն Կարապետյան, մենք անդադ պարոն Կարապետյան չենք գոռալու։ Պարզապես ձայնը կանջատենք։ Խնդրեմ։ Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը պատրեց իր դիմակը առաջ գալով որպես մի մարդ, որը քաղաքական հետապնդման ենթարկում իր ընդդիմախոսների։ Այդ նույն պահվածքը, նույն ոճը ինքը ցուցաբերեց, երբ որ փողոցում հարձակվեց Օսիպյանի վրա, հայտնի այդ դեպքը, երբ որ մարդը խոսում էր ընդամենը 2019 թվականի այդ պլանի մասին եւ Նիկոլ Փաշինյանի կողմից դրա հանցավոր մերժման մասին, եւ դա առիթ դարձավ նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը խուլիգանական հարձակում կատարի այդ մարդու վրա, իսկ հետո ամբողջ պետական ապարատը օգտագործի նրա համար, որ հիմա Օսիպյանը նստած լինի բանտում եւ անցնի այստեղ Լևոն Բաղդասարյան Շնորհակալ եմ Ներողություն, ես կողմել նայեք էլի մեկ-մեկ Տեսել ենք Հետո Արման Թաշյանն է խոսել Ժամս գնում է Ես եւս հակված եմ, որ անմեղության կանխավարկածի ինստիտուտը իրոք անհրաժեշտ է պահել, բայց միևնույն ժամանակ անդրադառնամ պարոն Կարապետյան ձեզ ուղղված հարցին։ Իմպերատիվ տրված էր հարց է, եթե չկարողանաք անցնել շեմը, կներեք ոչ մեկ պայծառատես չի։ Դրանից հետո ինչ գործողություն պետք է կատարի ձեր պարոն Կարապետյանը։ Ինչպես է։ Խնդրեմ, պարոն Կարապետյան։ Նախ առաջինը, դուք էլի խոսում եք մարդկանց նստեցնելու մասին, մարդկանց սահմանափակելու մասին, հայերին նստեցնելու մասին, ձեր հետ չեմ կվերադառնամ ձեզ, հայերին նստեցնելու մասին, հայերին ցավ պատճառելու մասին, խոսեք հայերին միավորելու մասին, մենք բոլորս ձեզանից զատ պետք է խոսենք հայերին միավորելու մասին, հայկական պոտենցիալը իրար հետ, բազմամիլիարդանոց հայկական կապիտալը հրաշալի հայկական ուղեղները միացնելով մենք կարող ենք վերակառուցել մեր երկիրը, իսկ դուք մարդկանց նստեցնելուց եք էլի խոսում։ Այսօր եկել եք այստեղ ասում եք լույսի գումար, Սամվել Կարապետյանը Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցել է պատմականորեն ամենամեծ գումարը 70 միլիոն ամերիկյան դոլար։ Եվ այսօր ձեր կողմից բռնագանձված Հայաստանի էլեկտրական ցանցերի հավելագրումները հետևեք ու մարդկանց հաշվին ինչեր են։ Պարոն Կարապետյան, վերջ Պարոն Փաշինյան, դուք հերթագրված եք, բայց հիմա խոսում Ուրախ եմ, եթե ժամանակ ունենամ սիրով պատասխանեք, էլի ձեր Հիմա Արման Թաշյանն է խոսում, պարոն Սիմոնյան, տեսել ենք ձեռքերը, տեսել եք Այնինչ այսօր քննարկվում է Հայաստանի կառավարության ղեկավարը խոսում է քաղբանտարկյալների մասին, դասական օրինակ է Հայաստանում, որ Հայաստանի վարչապետը իրեն դրել է եւ քննիչի տեղ, եւ դատախազի տեղ, եւ դատավորի տեղ։ Սինխրոն աշխատում են, հավաքների ժամանակ մի հատ հայտարարություն անում, մի անգամից քրեական գործերը հարուցվում են։ Դասական օրինակներից է այո Օսիպյանի դեպքը։ Մյուս ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները, որոնք բացառապես արվում են քաղաքական հանձնարարականներով, հակառակ պարագայում որևէ անգամ այդքան ձայնագրություն են հրապարակել այսքան ժամանակ, որ այդ թվում անուններ ենք տվել Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, մյուսներ, ոչ ոք նախընտրական քարոզչության անօրինականությունների համար չեն հարցակրվել։ Նիկոլ Փաշինյան Ուրեմն նախ ես արձանագրում եմ, որ խոսում են հայկական կապիտալի մասին, հայկական կապիտալը, որ թալանի միջոցով հոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության գրպանները 18 թվից 6.6 միլիարդ դոլար հանվել է նրանց գրպանից եւ ուղղվել է պետական բյուջե։ Ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով 18-ից եւ հարկային եւ այլ մեխանիզմներով 8 միլիարդ դոլարի
գումար վերադարձվել է պետությանը եւ ծառայում է ժողովրդին։ Իսկ այս մարդիկ ժողովրդին թալանել են այդ թվում մանկապարտեզների վրա հավելագրումներ եւ զորանոցների պետական մարմինների համայնքների վրա անելով։ Ինչ վերաբերում է ձեր նշած անձին, ուրեմն ձեր նշած անձի կալանավորում բացարձակապես կապ չունի այդ օրվա միջադեպի հետ, դեռ այդ պահին նրա նկատմամբ բռնություն քարոզելու, բռնության կոչեր անելու հրապարակային հոդվածով քրեական գործ է հարուցվել եւ մասնավորապես նա ողնաշարը կջարդեմ եւ այլն կոչերով է հանդես եկել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պահանջում են եւ ստանալու են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն նույնիսկ չունեցող մարդիկ չգան եւ մեր փողոցներում չհոխորտան եւ սոցիալական ցանցերում Արամ Սարգսյան, Խնդրեմ, պարոն Սարգսյան։ հետո Գուրգեն Սիմոնյան։ 3 րոպե ավելացրեք եք։ Հայաստան են ժամանել արտագնա աշխատանքի մեկնած մեր քույրերն ու եղբայրները իրենք քվեարկելու են ու թողելու են գնան։ Իմ հարցի իմաստը վերաբերում էր նրանում, որ մասնակիցների մեջ կա մարդ, որը երկքաղաքացիություն ունի եւ պարտության դեպքում կարող է թողնել ու հեռանալ։ Այս հարցին ես կոնկրետ պատասխան չստացա։ Պատասխանը պիտի լիներ այո, ոչ, չգիտեմ։ Ես ասում եմ չի հեռանալու, չի կարող հեռանալ, պարոն Սարգսյան։ Արման Բաբաջանյան, երկար ժամանակ Սիմոնյանը Արման Բաբաջանյան, խնդրեմ։ Հարգելիներս ուշադիր լինենք, էլի, որտեղ ոնց որ խտրականություն է տեղի ունենում։ Ժամանակի խնդրեմ։ Պարոն Փաշինյան, ներողություն եմ խնդրում, ձեզ եմ դիմում։ Այսօր ես Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է, իհարկե դուք նկատի ունեք, որ ինչ որ բռնության կոչեր են հնչել, մարդը նստած է այնտեղ եւ այլն։ Կարա մարդը իր ասացի համար նստի, դա չի խնդիրը, բայց դուք իր արժանապատվությունը վիրավորող արտահայտություն եք արել, որից որպես տղամարդ ինքը վիրավորված է։ Հիմա այնտեղ 18 օր է հացադուլ անում, 2 անչափահաս երեխա ունի։ Դուք ասել եք թռած Ղարաբաղից թռած։ Դուք ինքներդ գիտեք, որ Արտուր Օսիպյանը այդ կոլաբորացիոնիստների ու այդ դասալիկների դեմ ինչքան է պայքարել Արցախում։ Ինքը թռած տղա չի։ Շատ լավ։ Եթե ներողություն կխնդրեք Իրանից, հացադուլը կդադարեցնի։ Ես ասում եմ, Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչները, ներառյալ այսպես կոչված քաղաքասարակության այն ներկայացուցիչները, ովքեր եկել են եւ ուզում են պատերազմի մեջ հորձանուտի մեջ նորից վերադարձնեն Հայաստանի Հանրապետությունը, նրանք բոլորը փախած են եւ նրանք բոլորը թռած են։ 2023 թվականին այդ նրանք էին, որ Ղարաբաղից օտար ուժերի դրդմամբ ասում էին, որ ես սահմանները փակել են, որ նրանք Ղարաբաղի ղիջ չվերադառ։ Ես նրանց ասել եմ, զգուշացրել եմ, ասել եմ դուրս եկաք, հետո հետ չեք կարողանալու գնալ։ Եվ այդ մարդիկ միջև այսօր Հայաստանի քաղաքացիություն չեն ստացել։ Ինչ վերաբերում է վիրավորանքին, դրա համար ինստիտուտներ կան, թող դատի տան։ Ոչ մեկին պետք չի խղճահարության տակ դնել։ Ներողություն եմ խնդրում, բայց մի րոպե, ես ռեպլիկա ունեմ ընդհանրապես։ Այդ ձեր ասած թռածներին մենք էլ ենք ժամանակին ասել, որ նրանք դասալիկ են, որ Արցախում իրենց պաշտոնավարությունը ուղղակի դասալիկի նման։ Չէ, դուք անվանապես Արտուր Օսիպյանին ասել եք թռած։ Արտուր Օսիպյանը չի թռել։ Լավ, Արտուր Օսիպյանը եւ մյուսները թռել են։ Ղարաբաղի ամբողջ պսևդոէլիտան թռածների կարգավիճակում են, ովքեր այդ թվում Ղարաբաղի ժողովրդին պահել են պատանդի։ Մենք էլի ենք ունենալու հարցեր եւ քննարկումը շարունակվելու է։ Ես սկսվեց Նարեկին ուղղված հարցով, ուզում եմ որպեսզի ֆիքսենք 3 հանրապետության հրապարակում ըստ էության ադրբեջանական մուղամի ներքո պատրվել է Հայաստանի քարտեզը։ Ես ասեմ ձեզ եւ ձեզ զգուշացնեմ, որ հունիսի 7-ին ժողովուրդը պատրելու է ձեր դիմակը քաղաքական, որովհետև դա անթույլատրելի վարքագիծ է։ Դուք նվեր եք ուղակի Ալիևի համար, որովհետև դուք ըստ էության Ալիևին լեգիտիմացնում եք հնարավոր սպառնալիքն ու ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ու դա ձեզ չի ներվել։ Հիմա հարցը Ալիևի համար նվեր, քո հովանավորն է, ում հետ կողքի նստած ես, ով թուրքա բերում Հայաստան։ Մուղամ Հայաստանի Հանրապետության հրապարակում ադրբեջանական մուղամ եք հնչեցրել։ Բաբաջանյան մի շարունակեք։ Հունիսի 7-ին Բաբաջանյան, անջատեք Բաբաջանյանի միկրոֆոնը։ Պարոն Կարապետյան, հարգանքով եւ դուքով բոլորի հետ։ Անկախ նրանից, որ դուք համաձայն չեք ասացի հետ։ Բոլորս սուտ է, ճիշտ է, հարգանքով։ 100,000-ավոր։ Պարոն Կարապետյան, հիմա չենք Ես չեմ վիճում, բայց հարգանքով իրար հետ։ Շնորհակալություն։ Պարոն Շիրինյան, այժմ Լևոն Շիրինյանինն է, ձեր հարցը ում եք նորից ուղղում։ կունենանք։
Պարոն Կարապետյան,